Առաջին հարցս առաջին հայացքից կարող է ինքնանպատակ թվալ, բայց ես կուզեմ այս առնչությամբ լսել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի սպառիչ պատասխանը, որը կարող է շատ լակոնիկ լինել։ Կրկին Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակի, այսպես ասած, կամ կուսակցության քողարկված դաշինք լինելու հարցի համատեքստում։ Առնվազն որպես մտահոգություն, հա, սա երրորդ անձի ներկայացուցիչը այս մասին բարձրաձայնեց։ Իհարկե քաջատեղյակ եմ ընտրական օրենսգրքի կարգավորումներին, ընտրական ցուցակը ինչպես է գրանցվում եւ այլն, անհրաժեշտության դեպքում վարչական դատարանի ներգրավմամբ, եթե գրանցվում է հետագայում ինչ process-ներ են հաջորդում սրան, ուժը կորցրած ճանաչում, անվավերություն եւ այլն։ Պարոն Հովակիմյան, կոնկրետ հարցս հետեւյալն է։ Կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի գրանցման մասով։ Իհարկե միանշանակ կարող եք ասել ոչ, հակառակ պարագայում չէր գրանցվի այդ ցուցակը։ Ես ուզում եմ բարձրաձայնել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մտահոգություններ ունեցել է։ Բարձր դատարան մենք չենք կարող մտահոգություն ունենալ, որովհետև մենք պարտավոր ենք առաջնորդվել ընտրական օրենսգրքով եւ մեր, այսպես ասեմ, այն, որ մենք տեսնում ենք, որ տվյալ դեպքում քաղաքական ուժը օգտվում է ընտրական օրենսգրքով արկա բացից, այսպես ասենք, այսինքն այդ տրամաբանությունից, մենք դա անցալում ենք որպես ընտրական օրենսգրքի կարգավորումներից բխող գործողություն, բայց նման երևույթները սովորաբար, որ ընդհանրապես ընտրություններում լինում է, հետագայում նաև դառնում է առիթ, որպեսզի տվյալ հարցը արդեն մենք ներկայացնենք օրենսդիրին, օրինակ խնդիրը ներկայացնենք, ասենք, ունենք նման երևույթ, այսինքն որ հետագայում արդեն օրենսդիրը նաև ինքը այդ գնահատականը տա, տվյալ դեպքում ունենք ընտրական օրենսգրքով կարգավորումներ, որ քաղաքական ուժը այդ կարգավորումներից, այսինքն այն բացը որ կա այդ կարգավորումը օգտվել է եւ մենք այստեղ չենք կարող խնդիր որպես խնդիր տեսնել։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաբերելի օրենսդրական կարգավորումների մասով որևէ խնդիր տրամաբանորեն չի տեսել, հակառակ պարագայում ընտրական ցուցակը չէր գրանցվի։ Սա է պատասխանը։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցս հետեւյալն է։